Տրամպը նորից իր փոխեց իր դիրքը, նորից սկսեց մեծ բաներ ասել, թե Ուկրաինան պիտի համաձայնվի սրան նրան եւ 28 կետանոց ինչ որ պայմանագիր խաղաղության առաջարկեց։ Դա այսպես ասած պաշտոնական բանն էր, որ տարածվեց լրատվական ուրեմն մեդիայում, հետո պարզվեց, որ այդքան հեշտ չի։ Ուրեմն առաջի հայացքից նա լրիվ կապիտուլյացիա էր Ուկրաինայի համար, պիտի Ուկրաինանը Դոնբասը տար, ամեն ինչ հողերը տար, համաձայնվեր Ղրիվի հետ, որ ռուսականը պիտի ռուսական լեզուն դառնար պաշտոնական լեզու Ուկրաինայում, պիտի բանակը կրճատվեր ինչ-որ 85,000-ի, թե ինչ որ պետք է չունենար հակաօդային պաշտպանություն, չպիտի ունենա հրթիռներ, պիտի չունենա այս, պիտի ոչ մի արտաքին ուժեր նույնիսկ տրեյնինգ կամ ինչ-որ բան ներկայություն չունեն ընդհանրապես Ուկրաինայում եւ այլն, մի 20 կետ, մի լրիվ սարսափելի մի բան։ Ինչպես էր սա ստացվել, նորից այդպես Նյու Յորքի այդ անշարժկույքի ընկեր Վիտկոֆին, որը մի disaster, այսինքն մի խայտարակություն է, որպես մարդ 0 մարդ, որպես բանակցող կամ գործից հասկացող 0 եւ իհարկե շատ կաշառված։ Ինքը բանակցում է ռուսների հետ Ամերիկայի կողմից, բայց միաժամանակ գործեր է դնում իր համար Ռուսաստանում ինչ որ փող աշխատելու ձևեր եւ այլն, ասես մի բաներ, խայտարակություն եմ խոսքով։